Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաքվե միավորման վարչության անդամ Ցոլակ Ակոպյանը։ Պարոն Ակոպյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք ընտրություններից եւ այս ընթացքում ընտրություններից հետո բազմաթիվ տեսակետներ ենք մենք իշխանությունից լսում, ընդդիմության է լսում։ Խոսենք նախ իշխանության մեղադրանքներից, ասում է ընդդիմադիր ընտրազանգվածի, նրանք ովքեր ընտրել են ընդդիմադիր ուժերին, 70%-ը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ընտրակաշառքով է ընտրել ընդդիմադիրներին։ Ինչի մասին է սա։ Սա նշանակում է, որ նա ուղիղ քաղաքացիներին, այդ քաղաքացիներին մեղադրում է ընտրակաշառք վերցնելու մեջ։ Այդպես է դուրս գալիս, ինքը նույնիսկ ուղղակի է դրա մասին խոսում։ Ուղղակի բառացիորեն ասում է, այո, ընդդիմության ընտրողների 70%-ը ընտրվել են ընտրակաշառքի միջոցով։ Նախ կցանկանամ, քանի որ շատ է խոսվում ընտրակաշառքի մասին, կցանկանամ խոսեմ այս երևույթի մասին, որ անդադ ընդդիմությունը մեղադրում է։ Ես ցավում եմ նրա համար, որ մեր իրավապահ մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն, այս ընթացքում դարձան ուղղակի ընտրության սուբյեկտ։ Իրենք քարոզչություն են իրականացնում։ Իրենք կոնկրետ քարոզչական գործառույթ են վերցրել այդ ձեռքը, վերցնել ձայնագրությունները, հրապարակել այդ ձայնագրությունները, լսում ես չես հասկանում ինչի մասին է խոսքը, ով ումա փող խոսք տալի, ով ինչ է անում, ովքեր ընդհանրապես խոսացողները, այսինքն առանց փորձագիտական եզրակացության ձայնագրությունը հրապարակել, վարկաբեկել ընդդիմությանը, կոնկրետ այս դեպքում ավելի շատ ուժեղ Հայաստան դաշինքին ու դրա հաշվին ապահովել Նիկոլ Փաշինյանի քարոզությունը։ Ուշադրություն դարձրեք, նույնիսկ ընտրության օրը հանրային հեռուստաընկերության եթերում մոտ 10-15 րոպե ձայնագրություններն են ցույց տալի հայլուրի եթերում։ Այսինքն սա ակնհայտ ինքը քարոզչական նպատակ էր հետապնդում ու այսօր էլ եթե ուշադրություն եք դարձնում ինքը շարունակվում է։ Այդ դրա մասին լեգիտիմացման գործընթացը ինքը ընդդիմության ուզում ապա լեգիտիմացնի, նշելով որ սա չի իրական ընդդիմությունը, որ ժողովուրդը չի ընտրել իրեն 70%-ը կաշառքով է։ Իր խնդիրը իմ խորին ազգում դրանում է։ Ունեւ միգուցե ինչ-ինչ Այսինքն կներեք, եթե նախընտրական շրջանում հասկանալի է թե մրցակցային առումով ինչ խնդիր է լուծում այդ ձայնագրությունները հրապարակումը հետընտրական շրջանում փաստորեն Փաշինյանը ինչ-որ անհանգստություն ունի, որ շարունակում է կրկին ձեր ասած այդ ապալեգիտիմացումը ընդդիմության։ Իմ խորին համոզմամբ ինքը չի հաղթել ընտրությունները, սա միանշանակ է վստահ եմ սրանով, որովհետև իր խնդիրը այլ է եղել։ Իր խնդիրն է եղել սահմանադրական մեծամասնությունն, որովհետև այն ինչի համար ինքը առաջադրվել է, այն ինչ որ խոստումներ է տվել ինքը արտաքին ուժերին, մեր արևելյան ու արևմտյան հարևաններին, ակնհայտ է սրանով չի կարողանում ինքը լուծել։ Ու նաև պատահական չի Հաջիևի այցը, փակ քննարկումները չհասկացանք ինչի համար այդ մարդը վերջ եկել, ինչ էր ուզում։ Այսինքն այս ամեն ինչը շղթայական մեկը մյուսի հետ կապված է ու ինքը դժգոհ ընտրությունների արդյունքներից։ Նույնիսկ այդ երեկոյան ընտրության երկայն որ ինքը հայտարարում է 10-20%-ը դեռ չէր բացվել, մենք հետևում ենք ընթացքին, մենք որ չունենք դեռ տվյալներ, երբ որ մենք շտաբում անմիջապես ստանում ենք, այդ մարդը արդեն հաղթանակ է նշում։ Ակնհայտ է, որ ինքը լեգիտիմացնում է դրանով իր հաղթանակը։ Ինքը ցույց էր տալիս, որ հաղթել են, որ հետագայում եթե կարգի թվեր փոխելու, թվեր նկարելու, ինքը կարողանա այս առումով իրեն ապահովագրի։ Այսօր ինքը այդ բանի մեջ է, այդ խնդրի մեջ է, ինքը չի կարողացել հասնել իր նպատակին ու ամեն գնով ինքը մտածում է ինչ անի այս ընտրության արդյունքները, որտեղ տեսեք մեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկու կարևոր երեք եթե նույնիսկ Բրիտանիան էլ հաշվենք այս դեպքում չի ճանաչել ընտրության արդյունքները։ Ռուսաստանը չի ճանաչել ընտրության արդյունքները, այսինքն այս ընտրությունը լեգիտիմ չեն ու ինքը այդ բանի մեջ անդադ տառապում է, չգիտի ինչ անի ու նաև դրանով է պարզված շարունակում է հակաքարոզչությունը ընդդիմության նկատմամբ, փորձելով այս ընտրությունները նաև ընդդիմության մասով ապա լեգիտիմացնել, նշելով բոլորը կաշառքի շնորհիվ է եղել, այս պատկերը չլինի եւ այլն, այս խնդիրն է լուծում։ Երբ որ ասում եք չի գոհացնում, ինքը իր այսպես յուղի մեջ տապակվում է, դա նշանակում է, որ ինքը խնդիրներ ուներ, որը հնարավոր չի լուծել, մասնավորապես երբ որ սահմանադրական մեծամասնության հարց կա եւ մենք գիտենք Ադրբեջանի պահանջները, այս խնդիրն ամենաշատը նրան հուզում։ Իմ խորին համոզմամբ այո, եթե իրական պատկերն ենք, ինքը 3-5-րդ չունի։ Եթե չհաշվենք այս կեղծարարությունը, որ ընտրական հանձնաժողովը իրականացրեց, Բարգավաճ Հայաստանը եւս անցնում էր խմբակցություն ունենում, ինքը ընդհանրապես 3-5-րդ չէր ունենում։ Ինքը չէր կարող շատ ու շատ հարցեր լուծել դատական համակարգում։ Այսինքն նույնիսկ այս կեղծարարության արդյունքում ինքը այս բանը 2-3 չունի, ինձ թվում է
ցանկացած մարդ անձնաշխով կնկատի, որ ինքը դժգոհ է ընտրության արդյունքներից։ Ինքը մենք չնկատեցինք հրավառություններ, ինչ արում ենք 21 թվականին ողջավորություն, դա ակնհայտ է, ինքը հիմա այս բանի մեջ ինչ անի, ինչպես է իրավիճակից դուրս գա, որսի կարողանա իր արժե դրված նպատակը իրականացնի, իր խոստումը իրականացնի իր գործընկերներին տված, ու բացի այդ շարունակի հանգիստ կառավարել, այսինքն այնպես չի որ ինքը հաղթել է, ես չեմ ասում ընդդիմություն միանշանակ ընդդիմություններ չի հաղթել, ընդհանրապես պարտվել է հայ ժողովուրդը, հաղթել են մեր թշնամիները, մեր հարևանները, որ նորից մենք ունեցանք այս իշխանությունը, այսինքն միանշանակ բնդերը, որ ինքը հաղթել է, այս սրա հետ համաձայն չեմ։ Հնարավոր տարբերակ եք համարում, որ նորից ընտրությունների գնա Փաշինյանը։ Ես անկեղծ չեմ բացառում այդ տարբերակը, դրա համար երբ որ հիմա անդադ այդ հարցը քննարկվում է, մանդատներ վերցնել, չվերցնել, ես բոլորին ասում եմ, դրա ժամանակը չի խոսելու։ Մենք սպասենք Սահմանադրական դատարանի, նախ ասենք նրանից, Սահմանադրական դատարանը ամեն դեպքում կենտրոնական դրական հանձնաժողով չի։ Այնտեղ պրոֆեսիոնալ ինչքան էլ քննադատենք, ովքեր են, ինչպես են նշանակվել, իրենք պրոֆեսիոնալ իրավաբաններ են, ու որոշման տակ իրանք պետք է հիմք դնեն։ Ինչպես են մեկնաբանելու Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի խախտումը։ Այս հիմա շատ լուրջ հարց է, ինչպես են իրենք լեգիտիմացնելու Ընտրական հանձնաժողովի այդ որոշումը։ Դրա համար ես չեմ ցանկանում շտապել, ես սպասում եմ դեռևս Այսինքն ակնկալիքներ ունեք Սահմանադրական Ես ակնկալիքներ ունեմ մի քանի հանգամանքներից հաշվով։ Նախ այն հանգամանքը իրավական առումով միանշանակ ճիշտ չեն կարողանալ հիմնավորել։ Իրավական առումով պետք է նոր քվեարկություն լինի։ Բայց նաև այն առումով, ինչ այսօր մտահոգում է Փաշինյանին, ինչ ինքը չի կարողացել իր գործընկերներին տա, նաև այս մասում եմ ես մտածում, որ դեռևս պետք չի շտապել, թե Սահմանադրական դատարանը ինչ որոշում կա։ Այսինքն դուք կարծում եք, որ քանի որ նաև Փաշինյանն է դժգոհ ընտրություններից, հնարավոր է, որ Սահմանադրական դատարանը ոչ թե արդար, այլ որոշում կայացնի, այլ Փաշինյանը գնա նաև այդ սցենարին։ Չնայած այս իշխանության քայլերը վերլուծելիս մենք շատ ենք սխալ, դեռ իշխանությունը անկանխատեսելի իշխանություն է, չես կարող սպասես իրենից ինքը ինչ կանի, ոնց կարող նստի մի հատ որոշման, մի ամբողջ խմբակցության 60,000 ձայն հավաքած զրկի պարլամենտ մտնելուց, բայց այո, ես նման ակնկալիք ունեմ, որ Սահմանադրական դատարանում ես չեմ համարում դեռևս հարցը փակված, ես կարծում եմ Սահմանադրական դատարանը եւ իրավական եւ քաղաքական առումով ստեղ ասելիք ունի, ու միանշանակ բնդեր, որ ամեն ինչ ավարտված է, դեռ իմ կարծիքով շուտ է։ Դրա համար միգուցե սպասենք նոր քննարկենք հաջորդ հարցը մանդատներ վերցնել, չվերցնել։ Մինչ մանդատներ վերցնելուն հասնենք, տեսեք, Սահմանադրական դատարան են դիմել շատ ուժեր, 6-7 եթե չեմ սխալվում, ուժեր են դիմել եւ հիմնականում ձեր կարծիքով կարեւորը ԲՀԿ-ի բողոքը, ԲՀԿ-ի հետ կապված իրավիճակի շտկումը, թե նաեւ ակնկալիք ունեք, որ ինչպես անվավեր ճանաչելու պահանջը ներկայացրել ուժերը, գուցե դրանով էլ Սահմանադրական դատարան դրական որոշում։ Ռեալ դատելով իրավիճակը, ես ավելի հավանական եմ համարվում, որ Սահմանադրական դատարան նոր քվեարկության կգնա, ու հաշվելով իրավիճակը քաղաքական եւ այսօրվա իշխանության վարքագիծը եւ այլն, որ ինքը շատ ավելի հավանական սցենար է նոր ընտրության կգնա, քան ԲՀԿ-ի խնդիրը կլուծի, որտեվ ԲՀԿ-ի խնդիրը լուծելը այդքան էլ ակնհայտ է իշխանության ձեռնտու չի։ Իսկ Սահմանադրական դատարանը ցավոք սրտի, ինչպես մենք տեսնում ենք, որ ինքը ինքնուրույն կառույց չի, ինչ համար ես ցավում եմ, սա մեր ամենահիմնական պետական ինստիտուտը պետքա լինի, այս ամենը հաշվանով ես այո հակված եմ, որ կգնա այլ ճանապարհով ԲՀԿ-ի խնդիրը չի լուծի։ Եկեք նախ ընտրությունից քանի որ խոսեցինք, այս ընտրությունը աննախադեպ է, որտեղ իրենք 3 փուլով են խախտումներ եղել։ Առաջի խախտումները դրանք մինչ քվեարկության օրներ, որ մենք տեսանք հսկայական վարչական ռեսուրս, վախի մթնոլորտ, մարդկանց նույնիսկ մեզ խոսակցություններ գալիս, որ մարդկանց ասում են, ում կասկածում են, որ ընտրելու է իրենց, ասում են մի գնա ընտրության։ Իսկ մարդկանց նաև խոչընդոտում են ընտրական մասնակցությունը։ Իսկ սա մի երևույթ է, որ մինչ ընտրությունը քվեարկությունն է տեղ ունեցել։ Քվեարկության օրը մեր դիտորդական Հայաստան դիտորդական առաքելություն իրականացած կազմակերպությունների, եթե նկատեցիք, եթե բոլորը խոսել են դրա մասին, նոթ կազմակերպությունից մեկը 1300 խախտում էր արձանագրել, որը աննախադեպ է իր քանակով, այսինքն թե զինվորների քվեարկությունը մենք որ տեսանք մինչև ժամը 12-ը մենք հետևում ենք, թե այն իրավիճակը ինչ կատարում էր նույնիսկ Երևանի տեղամասերում այնքան շատ մարդ կար, որ շարժվեր չէր լինում, այսինքն այս ամեն ինչը լուրջ հիմք է, որպեսզի վերանայվի արդյունքները, եւ ամենակարևորը հետ քվեարկությունից հետո տեղ ունեցած։ Այս է իմ կարծիքով աննախադեպ մեր պատմության մեջ տեղ ունեցած երևույթ է, որ
հաղթած ձեն հավաքած Ֆրանսիան ուղղակի մի հատ ապօրինի որոշմամբ ասում է դու տեղ չունես խախտելով ընտրականոց գրքի 101-րդ հոդված։ Այսինքն վերաքվեարկության այդ հանգամանքը, երբ որ ընտրական հանձնաժողովը որոշեց, որ չպետք է լինի, դա որևէ օրենքում չի տեղավորվում, որովհետև հիմա բարձրաբանվեց ընտրական հանձնաժողովի կողմից, թե դա կարող է նպաստել, շեշտում են, հա, կետերը տարբեր նույնիսկ բաց քվեարկության մասին էին ասում, այսինքն եթե դա խնդիր է, ինչպես է դա ամրագրված օրենքում։ Ջան, եթե օրենքում հետևյալն ամրագրված, եթե էական ազդեցություն ունեմ ելքի վերընտրությունների, պետք է անցկացվի նոր քվեարկություն, հստակ է օրենքում։ Իսկ ակնհայտ է էական ազդեցություն է ունեցել 5 մանդատի խնդիր է լուծում սրանով։ Մի ամբողջ խմբակցություն չի անցնում, այսինքն սա էական է, ինձ մեկնաբանը սա էական չի, դժվար է, բայց նաև այն հարցին, թե ինչպես է, թե այս հանգամանքը ինչպես կմեկնաբանի սահմանադրական դատարան, ես դրա համար եմ ասում, լինելով նաև իրավաբան, նաև քաղաքագետ, ես մի քիչ դժվարանում եմ հիմա սահմանադրական դատարանի փոխարեն ասկան ինչ հիմք դնելու տակը, որ ընտրությունը վավեր ճանաչի։ Նաև համոզված լինելով այս ամեն ինչում, նաև հետևելով իշխանության դիրքորոշումը, իշխանության դրսևորումը, նաև այն քաղաքական ուժերին, որոնք դիմել են սահմանադրական դատարան, չէ՞ որ ոչ միայն ընդդիմադիր ուժերն են դիմել, ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ սահմանադրական դատարանում միանշանակ չի լինելու որոշում, այսինքն այն որ ինչ պատկերացնում է մեր հասարակությունը, իմ կարծիքով դա չի լինելու, եւ անկանխատեսելի է լինելու սահմանադրական դատարանում հարցի քննարկումը։ Եվ ընտրություններից հետո Սամվել Կարապետյանը հայտարարեց ընդդիմադիրների միասնական հարթակ ստեղծելու մասին։ Ձեր կարծիքով սա ինչ կփոխի ընդհանրապես արկա քաղաքական իրավիճակում, որովհետև հետընտրական զարգացումներում միշտ մենք տեսել ենք մեր երկրում որևէ դրական արդյունք չի տվել։ Ինչ կփոխի սա։ Ջան, նախորդ հարցից մի բան մոռացա պատասխան բաց քվեարկության մասով, որ Վահագն Հողակիմյանը մեկնաբանեց։ Եթե մենք հետևենք այդ մեկնաբանությանը, ուրեմն ցանկացած դեպքում վերաքվեարկություն չպետք է լինի։ Որտեղ եթե տեղամասում վերաքվեարկությունը մարդիկ գիտեն ընդհանուր պատկերը, այսինքն այդ տրամաբանությամբ գնալ են արդեն այնտեղ քվեարկություն, այսինքն դա նշանակում որ 101-րդ հոդվածը կիրառելի չի։ Ինչը իմ կարծիքով աբսուրդ է, ինչը իրավական չի։ Այնպես որ այս մասով էլ ինձ թվում է քննադատության չի դիմանում այդ թեզը։ Ինչ վերաբերում է դաշինքին, Սամվել Կարապետյանի առաջարկած, այո, մենք կարծում ենք, որ մեր երկրում ընդդիմությունը կոնսոլիդացիայի խնդիր ունի, ընդդիմադիր ուժերը պետքա մեկ հարթակի մեջ միավորվեն, որովհետեւ առաջ քաշված խնդիրները կարողանանք համատեղ լուծում առաջարկել։ Թե դա ինչ ֆորմատով կլինի, ինչ ինստիտուցիոնալ մակարդակում դա կլինի, դժվար է պատասխանել, բայց այն հանգամանքը, այո, որ պետքա մենք համախմբվենք, մեր ուժերը նպաստենք, որպեսզի պայքարենք այս չարիքի դեմ, որովհետև ես ինքս չեմ պատրաստվում հանձնվել, ես ինքս չեմ պատրաստվում ընդունել այս իրողությունը, ինչ որ։ Իսկ ուշացած չի։ Չպետք է նախընտրական շրջանում լիներ դա։ Մի քիչ այդ հարցը վիճելի է։ Արդյոք որը չունենք որից հիմնավորում, եթե սա նախընտրական իրողությունում ավելի լավ պատկեր կունենայինք։ Այսինքն, ասած ճաշակի քննարկման հարց է, բայց այս փուլում միանշանակ մենք պետք է, որտեղ խնդիրները ընդհանուր է։ Բոլորիս խնդիրը այս բանը ընդհանուր է, այսինքն մենք համոզվեցինք, որ այս իշխանությունները ընտրությամբ իշխանություն հանձնող չեն։ Այն որ ասում է դուրս եկեք հեղափոխություն արեք, այդ մարդը ինքը չի հասկանում, որ ինքը շատ վատ կոչ է անում, որտեղ սահմանադրական ճանապարհը հիմնական մեր երկրում իհարկե փողոցային պայքանել ենք սահմանադրական, բայց եթե ընտրությունները չի ծառայում իր նպատակին, դա լավ բանի չի բերում։ Ինքն էլ տեսել է 2018 թվականին, թե ինչպես է ինքը եկել իշխանության, որտեղ ընտրությունները չէին ծառայում իրենց նպատակին, որտեղ եթե ընտրությամբ անդադ իշխանություն չի փոխվում ու չի փոխվում նման կեղծիքներով, այո, ցավոք սրտի մարդուն այլ բան չի մնում, քան գնալ հեղափոխության։ Ինչ իմ կարծիքով լավ բան չի, որպես քաղաքագետ, այսինքն լավ կլինի, որ ընտրությամբ իշխանությունը փոխվի։ Իսկ ձեր ասած այդ հայտարարությունը, որ դուրս եկեք փողոց հեղափոխություն արեք, ինչու է ասում Փաշինյանը։ Ինչ որ մի նպատակ ունի, դա ինչ որ հերթական պրովոկացիոն հայտարարությունն է, ու մենք պիտի ինքը բացատրում ասում, եթե կեղծված է, դուրս եկեք ձեր քվեն պաշտպանեք։ Սենց ասեմ, մենք մեր պլաններում նաև բնական է քննարկում ենք նաև այդ տարբերակը, բայց մենք մի բան հիմա ֆիքսում ենք, որ այս պահին ընտրությունը դեռևս չի ավարտվել։ Դեռևս ունենք սահմանադրական դատարանի փուլը։ Տեսնենք այս ինչ ա լինում, հետագայում կքննարկենք, թե հետագան, բայց այն ինքը երբ որ անդադ դրթում է մարդկանց փողոց դուրս գալ հեղափոխության, ես դրա տակ նաև այլ մոտիվ եմ տեսնում։ Միգուցե ինքը դրա տակ ինչ-որ շահ ունի։ Այսինքն մենք պետք է հասկանանք ինքը ինչ պատվեր ունի իրականացնելու։ Միգուցե իր պատվերին պետքա որ հիմա փողոցում են մարդիկ լինեն, որպեսզի ավելի հեշտ իրագործի այդ պատվը։ Չգիտենք ինչա իր տակ թաքնված։ Դրա համար իմ կարծիքով պետք է ռացիոնալ դատենք,
ժողովրդին հերթական անգամ չհիասթափեցնենք ու ճիշտ քայլերով գնանք իրականացնենք մեր առջև դրված խնդիրները։ Ու այս փուլում ասում դեռևս պետքա ուշադիր հետևենք Սահմանադրական դատարանի որոշմանը։ Հիմա մանդատների հետ կապված շատ է տարբեր քննարկումներ կան վերցնել, ինչ կլինի վերցնել դեպքում չվերցնել, ինչ կլինի։ Որն է ճիշտը ձեր կարծիքով։ Անկեղծ ասած դա մեծապես կախված է Սահմանադրական դատարանի որոշումից, որովհետև եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցել է ու մանդատների պաշտպանումը փոխվում է, քանակը փոխվում է, այս դեպքում միանշանակ վերցնել։ Ես իմ մոտեցումն է անձնական, որ ճիշտը վերցնելն է, բայց եթե Սահմանադրական դատարանը այս ընտրությունները լեգիտիմ համարելու, լեգալ համարելու, այդ ժամանակ արդեն պետք է լուրջ քննարկում իրականացնել, հասկանալ ճիշտը որն է, բայց այնպես չպետք է չվերցնելով, որտեղ այս մարդը անկախատես, այս մարդը իրավունք, սահմանադրություն, օրենք ամեն ինչի վրա անցել է։ Կարող է մի հատ մեկնաբանություն գտնի, ասի, հա, չեք վերցնում, մի հատ չգիտեմ, մյուս ուժով, այն ուժերին ենք բերում, այսինքն պետք է նաև ուշադիր լինել, որպեսզի այդ չվերցնելով թույլ չտանք, որպեսզի ինքի նպատակին հասնի, շատ ճիշտ վերլուծություն պետք է իրականացվի, ընդդիմությունից դե նաև միասնական պետք է լինի։ Չի կարող մեկը վերցնի, մեկը չվերցնի, պետք է բոլոր ուժերը միասին այս որոշումը կայացնեն։ Եթե ԲՀԿ-ն չանցնի, չենք վերցնում մանդատները, արդյոք այդ ուժերը չունենալով նաև փողոց, որովհետև եթե մեկը չկա, պետք է մյուսը լինի։ Իրենք այսպես կորում են տեսադաշտից, դա ճիշտ որոշում է։ Դրա հետ կապված մի քանի նաև տարբերակներ առաջարկվում, մենք էլ եթե հետևել եք, նախ հայակվենք, քանի որ մենք ի սկզբանե ցուցակներում չենք եղել ընտրական, դա համար նաև բարոյական չի, որպեսզի մենք այդ որոշումը կայացնենք, որտեղ ես ինքս անձամբ ես կամ ընկերները չկան ցուցակում, իրենք վերցնեն կամ չվերցնեն։ Դա ավելի շատ ուժեղ Հայաստան հենց դաշինքի որոշելիքն է, բայց մենք օրինակ մի ճանապարհ ենք առաջարկի, անկախ նրանից կվերցնեն թե չեն վերցնի, մենք կարող ենք համատեղել ընդդիմադիր ուժերով խորհրդանական հարթակ ստեղծել։ Ինքներս ստվերային խորհրդարան, ստվերային կառավարություն ու շարունակենք մեր աշխատանքը, այսինքն վերցնել չվերցնելու պարագայում մենք նաև ունենք մեր պլանները, որ առաջարկելու ենք ընդդիմությանը, որպեսզի ձեր ասած խնդիրները մշտապես պահենք ու մշտապես հասարակության պուլսի վրա իրավիճակին հետևենք ու որոշումները կայացնենք նաև այս, այսինքն տարբեր ձևաչափեր կան, որոնք ինձ թվում է, երբ որ արդեն կունենանք Սահմանադրական դատարանի որոշումը, կհասկանանք, թե որ ճանապարհն է ավելի ճիշտ։ Մինչ քննարկում ենք ընտրությունների արդյունքները, հնարավոր սցենարները, ու մեզ թվում էր, որ Նիկոլ Փաշինյանը, եթե ընտրվում է օրինակ, կարող է եւ Ադրբեջանը դեռևս լեռի, բայց անմիջապես հաջորդ օրը նրանք արդեն խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, հիմա համաժողով են անում, նորից ադրբեջանցիների վերադարձի մասին են խոսում։ Ինչ է սա նշանակում։ Ադրբեջանը գիտենք, որ չի հրաժարվում, բայց ընտրություններից անմիջապես հետո դա նշանակում է նաև իրենք են դժգոհ Հայաստանի ընտրություններից։ Այո, որովհետև որքանով հետևում է ադրբեջանական մամուլին, իրողությունը ինչ որ կատարվում է Ադրբեջանում, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նախիջևանում կայանալիք այդ միջոցառմանը պետական մասշտաբում մարդիկ չեն մասնակցելու։ Ակնհայտ է, որ ինքը պետությունն էր դա ուղղորդում հասարակական սեկտորին եւ այլն ֆինանսավորում, բայց այն մասնակցությունը, որ մենք նկատեցինք պետության ներկայացնի խորհրդանականն եւ այլնի կողմից, իմ համար այո ցույց է տալիս, որ սա հերթական ճնշման միջոցն է Փաշինյանի վրա, որովհետև սրանով իրանք հերթական անգամ ցույց են տալիս, տես չես կատարում մեր բանը, մենք ունենք այս պլանները, որ իրագործել են։ Այո, եւ ես ցավում եմ, որ մենք շուրջ 2 ամիս ժողովրդին չկարողացանք սրա մասին հստակ ներկայացնել, թե ինչ է սպառնում մեր ժողովրդին։ Հիմա էլ արդից օգտվելով ժողովուրդ ջան, խնդրում եմ, սարթնեք խորեքնից։ Ադրբեջանը չի պատրաստվում ուղղակի մեր հետ խաղաղություն կնքի։ Սա խաղաղություն կնքող գործընկերոջ պահվածք չի։ Ադրբեջանը այսօր պատրաստվում է Հայաստան բերել իր ասած 300,000 ադրբեջանցիներին։ Իսկ մենք դրան ինչով ենք հակադարձում։ Մենք ինչ ենք դրա դեմ անում։ Այսինքն ցավում եմ այս հանգամանքի համար, որ մենք ինչ որ չափով չկարողացանք մեր հասարակությանը խնդիր ներկայացնել, բայց խնդիրը շարունակում է նարդիական ու պետք է սրա դեմն առնել տարբեր մեր միջոցներով, սահմանադրական ճանապարհով պետք է լուծում գտնենք ժողովրդյան, որպեսզի մեր երկիրը վերջնական չանձնենք թուրքերին։ Իսկ ակնհայտ է, որ այս իշխանությունները ուզելով, չուզելով, այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ մենք այդ վտանգի առաջ ենք։ Ու դենց նույն, երբ որ հետևում են ելույթներին, թե ինչպիսի ելույթներ տևում Նախիջևանում, այո, դա ուղղակի սպառնալիք է մեր պետականությանը։ Մարդիկ ասում են, չեք ուզի նորմալ քայլելով գանք, այլ ճանապարհով կգանք։ Այսինքն սա պատերազմի հստակ կոչ է, իսկ այն հանգամանքը մեզ մարդը փորձում էր հիմնավորել, որ եթե ինքը ընտրվի, պատերազմ չի լինի։ Ինքը ընտրվել է, մենք այսօր լուրջ պատերազմի սպառնալիքը տեսնում ենք։
Իսկ Հաջիևի այցը ձեր կարծիքով ինչ նպատակ ուներ ընտրություններից մի քանի օր հետո։ Ես քանի որ ինֆորմացիա չի բացվել, տենց տարբեր կսկտոր տեղեկատվություններ լսեցին, իմ անձնական կարծիքով դա միանշանակ կապված է ընտրությունների արդյունքի հետ, ու ինչ որ բան ունեին փոխանցելու հենց ուղիղ առաջի ձեռքով, իմ կարծիքը սա է, որտեղ դրա մասին եթե հիշում եք, որևիցե հրապարակում չկար, որևիցե նույնիսկ ոչ պաշտոնական մամուլի չենք լսելու, մի անգամ լսեցինք, որ Դիլիջանում ինչ որ հարց են քննարկում, ինքն էլ այդ ընթացքում իջևանում էր պատահական իր հանգիստները վայելում, այսինքն քաղաքականության մեջ բնականաբար պատահականություններ չեն լինում ու իմ խորին համոզմամբ դա ընտրական գործընթացի հետ էր կապված, հետընտրական process-ների հետ էր կապված։ Տեսեք, հակասական իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից մենք լսում ենք Ադրբեջանի կողմից այդ արևմտյան Ադրբեջանի թեզը, ադրբեջանցիների վերադարձ, էլի շատ բաներ, Զանգեզուրի միջանցքը եւ այլն։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի շարունակում են օրինակ Հայաստան բերվել, դիս վառելիք կամ չգիտեմ Ադրբեջանի միջոցով այլ ապրանքներ Հայաստան, այս ամեն ինչի մասին է խոսում։ Այդ ամեն ինչը իմ կարծիքով խոսում է նրա մասին, որպեսզի կարողանան երկարաձգեն Փաշինյանի իշխանությունը։ Իսկ կարողանան պահեն Փաշինյանի իշխանությունը, որովհետև այն սանկցիաները, որ Ռուսաստանն է իրականացնում Ռուսաստանի կողմից, փորձում են դրանով կոմպենսացնել իրավիճակը, որպեսզի անկայուն վիճակ Հայաստանում չստեղծվի։ Ես այդ եմ կարծում, եկե երկրորդ հարցնուցում Ադրբեջանը իրեն բարի այդ պետության տեղը դնելու քաղաքականությունն է, ուղղակի, ասենց ասեմ, որոշակի կոպեկներ շպրտելով, որոշակի բան շպրտելով աշխարհին ցույց տալով, տեսեք, մենք օժանդակում ենք, մենք բացում ենք սահմանը, իմ կարծիքով եւ քարոզչական եւ նաեւ որոշակի առումով Փաշինյանի իշխանությունը երկարացնում երկրի ներսում հասարակական, սոցիալական դժգոհությունները կանխելու նաեւ միջոց է, որ նաեւ իմիտացիա ցույց տալու, տեսեք, խաղաղությունը մենք ուզում ենք, մեր մասով խնդիր չունենք, այդ Հայաստանն է, որ խոչընդոտում է 300,000 ադրբեջանցիների գալ, այդ Հայաստանն է, որ ռևանշիստները 50% ձայն են հավաքում եւ այլն եւ այլն, այսինքն այս նպատակն է տապանդում Ադրբեջանի կողմից։ Նախընտրական շրջանում եւ մինչ նախընտրական ամբողջ այդ ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչքան մեծ ազդեցություն ունի արևմուտքը այս ընտրություններում։ Ինչ է կարծում այս պահին արևմուտքը բավարարված է գոհ է այսպիսի պատկերով։ Մի քիչ բարդ հարցին պատասխանել է, որտեղ արևմուտքը մի քիչ հարաբերական ասել արևմուտք, էլի մենք արևմուտք ասել ինչ ենք հասկանում, Ամերիկան լրիվ այլ շահեր ունի, Ֆրանսիան այլ շահեր ունի, Եվրոպական միության այլ, մի քիչ արևմուտք հավաքական։ Բայց կարծեք թե Փաշինյանի դեպքում իրենք երկուսն էլ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները իրան դենց է ձեռք տվել, բայց մենք հասկանում ենք, որ ակնհայտ տարբեր է շահերը այս իրավիճակում, արևմուտք այն ժամանակի մեր ընկալումը չի արևմուտք, երբ որ միասնական է, բայց նախ դրա մասին խոսեմ։ Իրենք անդադ խոսում են նրա մասին, որ էական ազդություն կա Ռուսաստանից, Ռուսաստանը ազդում է ընտրական գործընթացի վրա, բայց այն տեսակի ազդություն ինչ եղել է արևմուտքից, այդ հիբրիդային պատերազմների տեսքով տենց էլ ճանկեղ չհասկացանք որն էր հիբրիդային պատերազմը, ինչն է, այսինքն նման միջամտություն Հայաստանի ընտրական գործընթացին երբևէ չի եղել որևիցե մի պետության կողմից եւ օգտվելով առիթից արևմտյան ժողովրդավար իրական ժողովրդավար երկրներին խնդրում եմ մի աջակցեք տոտալիտարիզմի, ավտորիտարիզմի ճանապարհին Հայաստան տանող Նիկոլ Փաշինյանին, ինքը ձեր գործընկեր չի կարա լինի, քաղաքակրթական առումով դուք լրիվ տարբեր հարթակներում եք ու խնդրանք սա է, որ այն աջակցությունը, որ եղավ թե մայիս ամսին ամբողջ քարոզչության ընթացքում, որ իրականացվեց Փաշինյանի օգտին, դադարեց, որտեղ սա միջամտությունն է մեր երկրի ներքին սուվերենությանը ու ճիշտ ասած չեմ կարող հստակ պատասխանել ինչ ակնկալիքներ ունեն հասան իրենց նպատակին թե ոչ, բայց ամեն դեպքում մենք պիտի մեր պետությունը պիտի մտածի հստակ մեխանիզմներ, մեր հասարակությունը, որպեսզի հետագայում նման միջամտությունը ներ քաղաքական գործընթացներին խոչընդոտվի, չի կարող նման միջամտություններ, այսօր տեսնում ենք այդ ՀԿ-ները ինչպես են ամեն օր վերցրած, պետքա իշխանությունն են խփում, պետքա անդիմությանն են խփում, այդ փողերը վերցրել են ու ամեն գնով իրականացնում են այն արևմտյան երկրների շահեր, արևմտյան երկրների նպատակներ, որ դրվել է իրենց արժե։ Իսկ սա լուրջ ազգային անվտանգության խնդիր է, իմ կարծիքով մեր ազգային անվտանգությունն է սրա մասին պետք է մտածի, թե ինչքան մեծ է եղել ազդեցությունը դրսից արևմտյան երկրներից մեր քաղաքական գործընթացների։ Բայց նրանք շարունակում են նաև ընտրություններից հետո օրինակ նույն ռուսական սահմանափակումների հետ կապված փորձում են աջակցել Հայաստանին, որպեսզի հաղթահարեն այդ տնտեսական խնդիրները։ Եթե անկեղծ ասեմ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի սահմանափակումները ավելի շատ խոչընդոտեցին ընդդիմությանը։ Իսկ եթե իրենք այդ բանն են բերում, որ Ռուսաստանի սահմանափակումը օգնում է հակառակը խոչընդոտեցին ընդդիմությանը։
ավելի խանգարեցին ընդդիմությանը ու նաև մենք էլ ենք կողմ, մենք էլ ենք ցանկանում, որպեսզի բացվի սահմանները, որպեսզի մեր Ուզում եք ասեք հակառակ ազդեցություն։ Այո, հակառակ ազդեցություն ունեցավ, այսինքն ես դա չեմ կապում, որ դա ընտրությունների համար իրականացած, որովհետև դա իմ խորին համոզմամբ Փաշինյանի վարած սխալ արտաքին քաղաքականության արդյունքն էր, ինչը ինքը իրականացնում է ԵԱՏՄ-ի հապկի շրջանակներում, բայց նաև մեր ռուս գործընկերներին եմ խնդրում կոչանում, որպեսզի դադարեցվի այս սահմանափակումը, որովհետև մեր տնտեսությունը ապրելու կարիք ունի, այսինքն որևիցե մեկը չի ցանկանում, որ սահմանափակումները Դե նրանք ասում են հստակեցրեք ձեր արտաքին քաղաքական տնտեսական ուղղությունը, ԵԱՏՄ թե ԵՄ, այդ են պահանջում։ Դե հասկանալի է, ես դրա համար ի սկզբանե ասացի, որ սրա հիմնական մեղավոր այսօրվա իշխանություններն են, իրենց վարած քաղաքականության արդյունքում մենք այսօրվա այս աշխարհակաղակացին։ Այո, աշխարհակաղակական այս ուղղությամբ պայման, որ մենք չգիտենք ինչ աշխարհակարգը ձևավորվում, երբ որ անորոշ է ամեն ինչ, մտնել ես խաղերի մեջ, մտնել ես ամեն ինչի մեջ շահերի, Հայաստանը դարձնել մեծ տերությունների շահերի բախման կենտրոն, չեմ ասում, ամենաանցանկալի, ամենավատ իշխանությունը մենակ կարա դա անի, ինչը այսօր մենք տեսնում ենք։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։